Սպանի կարե։ Կարիք մտար կադր է, նույն կադրն ես մտել։ Բոյով եք բարդ։ Մկո չես մրսեմ, մկո ես ցրտին։ Հա ինչ անենք, ու եթե չի կարելի ասել որ մրսում եք։ Պարոն Մարուկյան, ձեր քաղաքացիական պարտքը կատարեցիք, ինչպես եք գնահատում այս ժամի դրությամբ իրավիճակը ինչպիսին է ընտրական եւ ինչ խախտումներ եք նաեւ հարձանագրել կամ լսել կամ ականատես եղել։ Ուրեմն հիմնական խախտումների մասին լուրերը կապված են massայաբար փողբաժանելու հետ, ես կասեի զանգվածային։ Առաջինը դա, երկրորդը տեղամասերում դեպքեր են ունեցել, որ չեն կնիկվում կտրոնները, կոնկրետ սովխոզի տեղամասում ա եղել, ես հիմա գնալու եմ այնտեղ, եւ երրորդը, որ քվեաթերթիկները, առաջին քվեաթերթիկը չի դրվում առաջին տեղում եւ 6-րդն ա դրվել մի քանի տեղեր։ Ես դրա մասին նաեւ հիմա կզանգեմ եւ կտեղեկացնեմ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ նաեւ հանձնաժողովների նախագահներին։ Իսկ մնացածը, գիտեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսի երկրում է ցանկանում ապրել։ Իրականում Վանաձորում երբեք փողբաժանելը չի աշխատել եւ փողբաժանողները այսօր գիշերը գլխով հարվածելու են պատին, որովհետեւ բարձելու են, որ իրենց բաժանած փողը արդյունք չի տվել եւ չի տալու արդյունք եւ ես վստահ եմ, որ ոչ վանաձորցին եւ ոչ էլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում։ Դրա մասին շատ ենք ասել եւ հիմա էլ պնդում եմ, որ չի վաճառվում քաղաքացին եւ իր ընտրությունը գաղտնի կարող է կատարել։ Եվ երկու ուղերձ ասեմ, տեղեկություններ են տարածում, որ մատնահետքով իմանում ենք ու մենք քվեարկել։ Ես ասում եմ, որ դա լկտի սուտ է, մատնահետք հանձնելը նրա համար է, որ մարդը նույնականացվի եւ կրկնա քվեարկությունները բացառվեն։ Եվ երկրորդ տեղեկությունը, որ տեսախցիկներ են դրված եւ տեսնում եք, թե ում եք քվեարկում, դա նույնպես սուտ է սիրելի քաղաքացիներ, ընտրությունը գաղտնի է, քվեարկեք հանուն Հայաստանի ապագայի։ Եվ ձեր նշած երկու սարքավորումները իմիջայլոց խիստ խնդիրներ են տալիս, մասնավորապես Վանաձոր քաղաքի շուրջ 40 ընտրատեղամասերում նույնականացման սարքերը չեն աշխատում կամ լավ չեն աշխատում եւ տեսախցիկների մի հսկայական մասը միացված չէ ուղղակի։ Մենք բոլոր տեղերում վստահված անձեր ունենք, որտեղ տեսախցիկ կա միացրած, որտեղ չկա, մեկա մենք մարդ ունենք եւ քաղաքացիները մտահոգվելու բան չունեն։ Իրենց յուրաքանչյուր ձայնը, որ տրվում է ելք դաշինքին, կհասնի ելք դաշինքին։ Պարոն Մարուկյան, ընտրատեղամասերում բացի ձեր թվարկված խախտումներից Այս պայն ես ուղղակի ամփոփելով այդքանը կարող եի ասել, այսինքն քվեաթերթիկի տեղերը փոխելներ, կուտակումներ, հա, եւ այդ կտրոնների չկնիկման դեպքեր են մի քանի անգամ հայտնաբերվել, որ արձանագրություններ են արդեն իսկ կազմված ելքդաշինքի վստահված անձերի կողմից։ Մեկը զանգվածային փողբաժանելու մասին անընդհատ ահազանգ էր։ Ոստիկանությունը, եթե չեմ սխալվում, մարտիկաբերման ենթարկել, կոնկրետ ջունգլիներ թաղամասից գիտեմ, զբաղվում են, գիտեք, մենք ոստիկանություն չենք, մենք օպերատիվ ծառայություն չունենք։ Դա պետք է իրանք անեն, պետք է զբաղվեն։ Ձեր վստահված անձին ինչ են ասում։ Վստահված անձինք տեղամասի ներսում են, նրանք փողբաժանելու։ Չէ, ինչ են ասում, ինչ խախտումներ են։ Արդեն ասացի։ Քվեաթերթիկների տեղերը փոխել, չկնիկել, կուտակումներ։ Ասացի։ Ինչ եք կարծում նոր ընտրական օրենսգիրքը ի նպաստ իրոք այսինքն խախտումների նվազեցնելուն աշխատում է, թե ոչ, այն ինչ պնդում էին մինչև հիմա։ Գիտեք, նոր տեխնոլոգիաները այո միանշանակ նվազեցրել են կրկնակվեարկության, մեկը մյուսի փոխարեն քվեարկելու դեպքերի ըստ էության նվազեցված են կամ անհնարին է գրեթե։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ քաղաքացու ձայնը տեղ է հասնելու։ Ես չեմ կարող ասել լավ կլինի ոստիկանությունից ճշտեք, ես գիտեմ, որ մարդիկ են բերման ենթարկվել, թե հիմա ինչ են արել, բաց են թողել, հետո ինչ են արել, չգիտեմ։ Երեք մարդկանց ընտրական շարք են տվել, նաև գաղտնաբառեր են ասել, որպեսզի նրանք այդպես տարբերվեն։ Արդյոք դա այսօր շարունակվել է, ինչ տեղեկություն։ Դա ուրիշ մարզերից է այդ տեղեկությունը, որ փոքր կտրոններ են տալիս, որ դնեն ծրարի մեջ եւ դրանով իբր թե հսկեն քվեարկությունը, որ տեղամասում նման բան հայտնաբերեցինք, այդտեղ մենք տեղամասի քվեարկությունը անվավեր ճանաչելու process ենք սկսելու։ Մենք դրա մասին հայտարարել ենք եւ Մուկուչյանին տեղեկացրել ենք։ Այս բան եղած խախտումներից ես իմ տալիս են ասելու, որ եղել են այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրության ընթացքում։ Ոչ անգամ զանգվածային փողբաժանել է, ես վստահ եմ, որ չի ազդելու արդյունքների վրա, որտեղ ելի եմ կրկնում, գոնե հիմա Վանաձորում ենք, Վանաձորի մասով կարող եմ ասել,
Վանաձորում միշտ էլ փողբաժանողները վերջում խնդիր են ունեցել ու այսօր էլ են ունենալու։ Ես վստահ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում եւ մենք հաղթելու ենք, որևէ կասկած չունեմ։ Խնդրեմ։ Շնորհակալ։